Ինչու է Սուրբ Հոգին երբեմն անտեսվում երրորդության մեջ։ Արարիչ հոր եւ փրկիչ որդու մասին կարծես թե ավելի շատ ենք խոսում եւ լսում, քան Սուրբ Հոգու։ Մինչդեռ հավատում ենք, Աստված մեկ է, բայց երրորդություն է։ Նրա էությունը բաժանված չէ, բայց գործում է 3 անձերի միջոցով հավասարապես։ Ո՞րն է Սուրբ Հոգու դերը։ Նիկիական հանգանակն ասում է. հավատում ենք նաեւ Սուրբ Հոգուն, անեղծ եւ կատարյալ, որ խոսեց օրենքի, մարգարեների եւ ավետարանների մեջ, որ իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով եւ բնակվեց սրբերի մեջ։ Սուրբ Հոգին պարզապես աստվածային ազդեցություն կամ զորություն չէ։ Նա երրորդության լիիրավ անձ է, հավասար Հորը եւ Որդուն։ Նա կյանք է պարգևում, առաջնորդում ու մխիթարում է։ Սուրբ Գիրքը գրվել է նրա ներշնչմամբ։ Մարդիկ ավետարանը տարածել ու տարածում են նրա առաջնորդությամբ ու զորությամբ։ Եվ նրա լուսավորմամբ ենք քայլում Աստծո ճշմարտության մեջ։ Մեզ սրբագործողն էլ Սուրբ Հոգին է։ Եթե ամփոփենք մեկ նախադասությամբ, ապա Սուրբ Հոգին Աստծո կենդանի ներկայությունն է, որն առաջնորդում, ուսուցանում եւ փոխակերպում է հավատացողի կյանքը։ Երբ նվիրվում ենք աղոթքին ու Աստծո խոսքին, նա առաջնորդում է մեզ, մխիթարում եւ հստակեցնում Աստծո կամքը մեր կյանքի համար։ Հավատում ես, որ Սուրբ Հոգին Աստված է, հավասար Հորը եւ Որդուն, ով այսօր գործում է քո կյանքում։